Բոլորիս ուշքն ու միտքը Իրանի զարգացումներն են հատկապես այս ժամանակներուն, նաև իրանահայության մասին կուզեինք լսել, ինչպիսին է իրավիճակը այս օրերուն, ինչ տեղեկություններ ունի։ Վերջի տեղեկությունները, որ ես ունեմ իրանահայության համայնքի անդամներից բարեբախտաբար տուժածներ չկան, բացի վերջի տեղեկությունը, որ դուք էլ գիտեք, այն հարվածն էր, որ ինչ-որ չափով Ալի Կորաթերթի շենքն էր ստացել եւ բարեբախտաբար մարդկային տուժածներ չկան։ Իրանի գլխավոր հոգևոր առաջնորդը Այաթոլլա Խամենեին, որուն հանդեպ նաև հայ ժողովուրդը հարկանք ունի, որոշակիորեն գործունեացած է իր դիրքերը, առաջվան աստեցիկությունը չունի։ Ինչքանով ճիշտ է այս խոսքը, պարոն Բեգլարյան, մանավանդ որ գիտեք իր քաղաքականության արձիվները այսօր բոլորը ցավալիորեն սպանվեցան, զոհվեցան։ Իսրայելի նպատակը վերջնանպատակը Իրանի մասնատելն է հավանաբար եւ իշխանափոխություն։ Եվ կարծում եմ դա շատ վտանգավոր կլինի Իրանի համար։ Ամենայն դեպս այս բոլոր պատմական հոլովույթներից մեկ բան Իրանի ժողովրդի համար պարզ է, որ ընդհանուր առմամբ ուժեր կան աշխարհում, որ չեն ուզում տեսնել Իրանին զարգացված երկիր։ Այս հագամարտությունը թեպի ուր գերտա ի վերջո, որովհետև մենք նաև կնկատենք, որ այսօր Թեհրանը դարձած է անվտանգ եւ Իսրայել ազատ համարձակ կհարված է Թեհրանին, չնայած վերջին 2 օրերու ընթացքին Իրանը գարձեք կփորձե ուշքի գալ եւ պատասխան արվածներ տալ, որոնք կցավցնեն Իսրայելի նման փոքրիկ երկիրը եւ իրենք եւս իսրայելացի խոջաբի մեջ են բունկերներ, ապաստարաններ, վախի մթնոլորտ։ Ինչ սցենարով կրնազարկանալ այս հագամարտությունը։ Իրանի ժողովուրդը իրենք փորձում են հարևաններով դուրս են գալիս, ձմերուկ, սառը ջուր թեյ են հրամցնում իրենց հայրենակիցներին եւ որոշ քաղաքներում մարդիկ գալիս են ճանապարհներին եւ այսպես ցուցանակներով գրում են, որ անվճար բնակար է։ Այդ կարգավիճակը։ Այդ կարգը, այսինքն տեսնում ենք կա։ Ես ինձ թվում է Հայաստանի ժողովրդի կողմից էլ պետք է ինչ-որ նման վարիացակամություն Երևան գա, փորձեն ինչ-որ բերդ հետևացնել Իրանի ժողովրդին։ Բարև ձեզ Արևելքի հարթակով անգեղծ զրույցը այսօր Ռոբերտ Բեգլարյանի հետ է։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիս շուրայի, այսինքն ազգային ժողովի նախկին պատգամավոր է։ Բարի եկած մեր դաղավար, պարոն Բեգլարյան։ Շնորհակալ եմ, ողջույն ձեզ։ Բոլորիս ուշքն ու միտքը Իրանի զարգացումներն են հատկապես այս ժամանակներուն, նաև իրանահայության մասին կուզեինք լսել, ինչպիսին է իրավիճակը այս օրերուն, ինչ տեղեկություններ ունիք։ Վերջի տեղեկությունները, որ ես ունեմ, իհարկե չեմ կարող ասեմ ամենաթարմ տեղեկություններն են, այն է, որ ինչպես Իրանի ժողովուրդը նույն իրավիճակի է, բայց իհարկե հայկական թաղամասերը եւ իրանահայության այսպես համայնքի անդամներից բարեբախտաբար տուժածներ չկան, բացի վերջի տեղեկությունը, որ դուք էլ գիտեք, այն հարվածն էր, որ ինչ-որ չափով Ալի Կորաթերթի շենքն էր ստացել եւ բարեբախտաբար մարդկային տուժածներ չկան։ Այլ ուրիշ նորություն չկա, այն ժողովրդի այն բաժինը, որ փորձում են քաղաքների իմաստնավորի Թեհրանը թողնեն, վերջապես այդ հոսքը կա, ինչ որ առումով խցանումներ կան ճանապարհներում, նույնն էլ իրանահայությունը այս տեղեկության որոշները փորձում են քաղաքը թողնել, որոշում են ժամանակավոր, դեռ պիտի ասել, որ դեռ արդեն մեկ շաբաթ է, որ կարելի ասել պատերազմը սկսել է, դեռ ինչ որ շոկային իրավիճակ է, համակերպման որևիցե այսպես ասենք հստակ կայունություն չկա, այդ շատ բնական ենք համարում։ Պարոն Բեգլարյան, այս Իրանի հետ այս արևմուտք Իրան հատկապես վերջին տարիներուն Միացյալ Նահանգներ Իսրայել-Իրան հագամարտությունը խորքային պատճառներ ունի, որոնք ըստ երևույթին կապված են Իրանի գորիզային ատոմական զենք ունենալու այդ մեղադրանքին հետ եւ այդ հաջող Իրանը աշխարհին կներկայացվի հadoop այսպես որպես սադանայական հրեշավոր երկիր մաս տարածաշրջանի մեջ, ինչ Իրանի իշխանությունները գհերկեն այս բոլորը եւ գսեն թե իրենց պետքը մարդկային կարևոր կենսակորձման եւ բիդանի գորիզային ներուժը ստեղծելու մասին է։ Հիմա այս բոլորեն անտին դուք ինչպես կմեկնաբանեք այս հագամարտությունը թեպի ուր գերտա ի վերջո, որովհետև մենք նաև կնկատենք, որ այսօր
Թեհրանը դարձած է անվտանգ եւ Իսրայել ազատ համարձակ կհարված է Թեհրանին, չնայած վերջին 2 օրերու ընթացքին Իրանը գարձե կփորձե ուշքի գալ եւ պատասխան հարվածներ լալ, որոնք կցավցնեն Իսրայելի նման փոքրիկ երկիրը եւ իրենք եւս իսրայելացի խոջաբի մեջ են բունկերներ, ապաստարաններ, վախի մթնոլորտ ինչ սցենարով գրնազարկանալ այս հագամարտությունը Իհարկե դեր այս հարցը բազմավոլորտ էր կարծում եմ գրնանք բաժնել մասը նախ այնինչ որ ձեր հարցի սկզբում ակնարկեցիք թե պատճառներն ինչ են եղել ես կարծում եմ դա ինչպես ասացիք դուք խորքային որակումը գործածեցիք Դա իրոք էլ այդպես է, այսինքն Իրանի ինձ թվում է դա այս ատոմային արխիվը մեկ խոսքով, ատոմային պրոյեկտը մեկ խոսքով, դա այս վերջի 20 տարվա երևույթ է եւ պատմություն ունի իր բոլոր վերի վարումներով, բայց հիմնականում այնտեղից սկսեց, որ երբ Իրանի հեղափոխությունը 1979-ին հաղթեց եւ այդ հեղափոխության հիմքում ընկած էր իսլամական շիե, այսպես հարանվանության կամ աղանդի մեկ խոսքով գաղափարաբանությունը, դա ինքնըստինքյան արդեն նոր փոփոխություններ առաջացրեց տարածաշրջանի ընդհանուր խոսույթի եւ նաեւ ռազմավարական մոտեցումների առումով։ Չմոռանանք, որ այդ պահին արդեն Սարը պատերազմը դեռ ինչ-որ առումով իր գագաթնակետում էր գտնվում, դեռ մի 2 տարի հետո էր, որ Աֆղանստանի հարձակումը եղավ Խորհրդային Միության կողմից, Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր էր այսպես դուրս եկել այսպես վիետնամյան պատերազմի բովից եւ վերստին վերադասավորում էր իր դերակատարությունը աշխարհում, ինչպես գիտենք, այդ բանակցությունների փաթեթը որ բացեց դեպի Չինաստան եւ այլ։ Բայց հարցը հետեւյալն է, այդ պահին համաշխարհային սիստեմիկ այս իրավիճակի մեջ այդ ակնկալությունը կար, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ծանր հարված է ստացել եւ Իրանը հեռացել է Իրանից, Իրանը կմոտենա Խորհրդային Միության հոսանքին, բայց նույնը տեղի չունեցավ, այսինքն Իրանը ուներ ինքն իր համար այսպես ինքնուրույն համագարկը եւ գաղափարաբանությունը։ Այդտեղից սկսել որ այդ գաղափարաբանության հակաճնշվածների այսպես պայքարի առումով իմպերիալիզմի դեմ պայքարը կենտրոն եւ առանցքային թեման նաեւ գտնվում էր Պաղեստինի թեման Երուսաղեմի եւ Իսրայելի այսպես գոյակցությունը եւ այդ ձևով Իսրայելը աշխարհ էր եկել եւ այսպես ինչ ահռելիությամբ տուժել էին պաղեստինցի եւ մուսուլման ժողովուրդը եւ այլ հետեւաբար այդ process-ը սկսեց այդ տարիներից եւ ուներ իր վերիվարումը Եվ նաև այն խոսույթները, որ տարբեր առումով տիրական էր դառնում Իրանի քաղաքական դաշտում, հիմա թե ներքին պատերազմներից ելնելով, թե արտաքին աշխարհի հետ բանակցություններում խոսք ունենալու առումով, դրանցից մեկը այդ հակաիսրայելական կարևոր խոսույթն էր, որը բնականաբար Արևմուտքի եւ Իսրայելի եւ իր դաշնակիցների աչքից բոլորովին հեռու չմնաց։ Իսկ ատոմական արխիվի Երևան գալը դա արդեն դրան ըստ եւ Արևմուտքի գնաց արդեն վերածել դեպի այսպես զինյալ լուրջ սպառնալիքի եւ բնականաբար արդեն ռազմական այսպես ենթատեքստ ստացավ իր համար եւ այդ բոլոր հոլովույթ որ ունեցավ մինչեւ 2015-ի այսպես համաձայնագիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ 5+1-ի հետ Օբամայի շրջանը, որ բոլորս հիշում ենք, եւ 2 տարի հետո, մոտ 3 տարի հետո, որ արդեն Թրամփը դուրս եկավ դրանից։ Հետեւաբար ավելի իրավիճակը թեժացավ։ Մեկ խոսքով Իսրայելի նման մեկ ռեժիմ, որ մենք գիտենք իր գործելավոճը եւ ինչպես ընդ հաջողեց Արևմուտքի լրատվամիջոցների եւ ռոպագանդայի ձևով աշխարհին այդ ֆրեյմինգը ունենա, թե Իրանը վտանգավոր ռեժիմ է, մենք արդեն այսօր լսում ենք, որ 30 տարի է, որ Նեթանյահուն եւ Իսրայելը անընդհատ փորձել է, որ Իրանին ձևացնի իբրև միջուկային վտանգ եւ այդ բոլոր ընթացքը, որ ունեցավ, հիմա մենք թողեք չկենտրոնանանք շատ նրա վրա, որովհետեւ ձեր հարցի վերջի բաժինը այսպես ակնկալված սցենարիոներն են, որ իսկապես ինքը շատ նուրբ եւ բարդ թեմա է, թե այս իրավիճակում Իրանը ինչպես կարող է կառավարելի դարձնել եւ ինձ թվում է հարաճիկա մեկ շաբաթ 10 օրը ճակատագրական կլինի այս ուղղությամբ։ Կա այն գարձիկը, որ Իրանը այլևս նույնը պիտի չլա ինչ որեր հունիս 13-ին առաջ, այսինքն այս արյուծի վերել կանոնով հայտնի գործողությունը Իրանը պիտի վերափոխի
Դուք ինչ կգարձեք, մենք ինչ պիտի ակնկալենք, ինչ տեսակի Իրանը, մանավանդ որ ըստ երևույթին երկրի ներսում այն օղակները, որ կան քաղաքական շատ աստեցիկ չեն, այսինքն իշխանապողության հավանականությունը շատ նոսր է, որովհետև չկա քաղաքական այնպիսի ուժ, որ հայտ ներկայացնի իշխանապողություն կատարելու համար։ Եվ մյուս կողմեն նաև կա կարծիք, որ արևմուտքը հատկապես Եվրոպան պիտի չընդունի, որ Իրանը քաոսային ներքին արյունահեղության կամ ներքին պայքարներու մեջ է։ Բոլորը գիտեք ինչ կուզեն, իմ համեստ կարծիքովս կուզեն այսպես բուբուշ Իրանը, բարի Իրանը, որ իրենք շոյեն, իրենց շահերը գեներացնեն, նավթ առնեն արժանքինով եւ այլն եւ այլն։ Դուք ինչպես կդիտարկեք, ինչ սպասենք վաղվա Իրանը ինչպիսի Իրանը պիտի լա։ Իրոք ես չեմ կարծում այն անձը լինեմ, որ կարողանամ այսպես, ինչպես ասում են, թանկարժեք հարցի պատասխանը ունենալ եւ մենք միայն այդքան կարծում եմ, որ մեծ փոփոխություններ բնական է որ կլինի իբրև իրանահայ իբրև մեկ անձնավորություն, որ Հայաստանի հետ սերտ կապեր ունեմ եւ անշուշտ իմ համար Իրան-Հայաստան հարաբերությունները ունեն կարեւորագույն այսպես արժեք եւ նաեւ Հայաստանի անվտանգություն ու տարածաշրջանի այդ բոլոր վերիվարումները շատ տրամաբանական է, որ իմ նման անձնավորություն իր համար առաջնահերթությունը Իրանի ամբողջականությունը եւ հզորությունը պահպանվել, ավելի շուտ կայունությունը եւ ինքնիշխանությունը, որտեղ հզորությունը կարելի է տարբեր ձևեր մեկնաբանել։ Բայց թե սցենարիոները ոնց են գնում, արդեն շատ կարելի է երկար խոսել, բայց ես նաեւ կարծում եմ հիմնականում այս խնդիրն է, որ թե Իրանը ինչպես է կարող ներկա իրավիճակում իր կարողականությունը, որ այսպես մինչև հատկապես դուք արդեն նշեցիք վերջի 2 օրը կարողացել է հարվածները ուրիշ որակով ցույց տալ աշխարհին, ինչպես է կարող դրան մոբիլիզացնել, օգտվել եւ կապիտալիզացնել դիվանագիտական ասպարեզում, առանց այն որ մեկ սահմանից ավել ընկրկի։ Իսկ թե Իրանը ինչպես կլինի, իմ ընկալմամբ Իրանի հետագա հաղթական կամ հաղթանակի քայլերից մեկը այն պիտի լինի, որ ներքին քաղաքական սոցիալական կյանքում ինչ որ պարադայմիկ վերանայում ունենա։ Բայց սա շատ դժվար process է, որովհետև այս պահին պետք է արևմուտքը, որը ինքը այսպես միատար չէ, դա ինքը շատ կարևոր երևույթ է, թե արդյոք Իրանը իր դիվանագիտական process-ներում արևմուտք ասելով այս պահին ինչ է հասկանում, Ամերիկա ասելով ինչ ուժերի զանազանությունը ինչպես է գնահատական տալիս, այն խումբերը, ասենք նեոքանները, չգիտեմ ծայրահեղականները եւ նրանք որ հիմա Թրամփը սկզբում ուներ այդ լոզունգը, որ առաջ Ամերիկան, այդ դրանք բոլորը տարբեր արժեքային համակարգեր ունեն, այստեղ տնտեսական գործոնը թե տարածաշրջանում, թե նավթային աշխարհում շատ կարևոր թեմա է։ Սրանք բոլորը պետք է ինձ թվում է նկատի առնվել եւ հաշվարկումների ու սցենարիոների մեջ այսպես գնահատական տալ։ Իմ կարծիքով այդ փոփոխությունները տեղի կունենան, բայց մեզ համար վտանգը այն է, որ ինչ որ ակնկալվում է Իսրայելի նպատակը, վերջնանպատակը Իրանի մասնատելն է հավանաբար եւ իշխանապողությունը։ Եվ կարծում եմ դա շատ վտանգավոր կլինի Իրանի համար առանցի որևէ այդ որ Իրանի ժողովուրդը դերակատար լինեն եւ հատկապես համակարգի կայունությունը, եթե մենք նկատի ունենք Իրանի ապական։ Հիմա դուք ասացիք այսպես փուփուշ Իրան, բայց մեկ իրականություն կա, որ այս բոլորով հանդերձ Իրանի ժողովուրդը դա իսկապես հասկանում է, որ եթե իր անվտանգությունը խաթարվի, որևիցե ուրիշ երաշխիք չկա, որ Իրանը ինչ ընթացք ունենա։ Հետևաբար մենք տեսնում ենք, որ Իրանի ժողովուրդը մինչ այս պահին ամենայն դեպս իշխանությանը սատարել է, իշխանության կողքին է եւ հետևում է, որովհետեւ մեկ կարևոր հանգամանք կա։ Ամենայն դեպս այս բոլոր պատմական հոլովույթներից մեկ բան Իրանի ժողովրդի համար պարզ է, որ ընդհանուր առմամբ ուժեր կան աշխարհում, որ չեն ուզում տեսնել Իրանին զարգացված երկիր։ Հիմա թե այդ զարգացված երկիրը իր աշխարհաքաղաքական պարադայմիկ մոտեցումները կարելի է ինչ-որ առումով այս տարիների ընթացքին սխալ է եղել եւ հիմա պետք է վերանայվի, դա ուրիշ թեմա է, բայց Իրանը եթե պետք է զարգանա եւ պետք է ունենա իր համահավասար բալանսորի դերը տարածաշրջանում, հետեւաբար պետք է ինչ-որ նաեւ ուժ ունենա, այդ ուժը
եւ իբրև երկիր իրավունքն է, բանակը, կարողականություն եւ այլը։ Հիմա ենթադրենք, եթե այս ատոմական հարցի լուծումը ինչ որ ձևով Իրանը առաջարկի կամ գտնվի, մենք գիտենք, որ Իսրայելի համար կամ մեծ հավանականությամբ ԱՄՆ-ի համար մյուս թեման կլինի բալեստիկ հրթիռների հարցը։ Այո, ընթացքը չի թատրի, կշարունակեն բանակները։ Եվ ներկա սպառնալիքները, որ Իրանը մեծ հավանականությամբ դեմ հանդիման կայնել է եւ դեռ կկայնի, ինձ թվում է հրթիռայինը, ինչպես իրանք են ասում, արդեն շատ լուրջ թեմա է, որ թե Իրանը ինչքան այդ բանակցության թեման կթողնի բացվել, դրանք բոլորը խնդիր է։ Բայց մյուս մտահոգությունը, որ ես ունեմ, ամենայն դեպս Իսրայելը գիտեր, որ տեխնոլոգիապես առանց ԱՄՆ-ի օժանդակությամբ չի կարող մեր սահմանից ավել գնա ի մասնավորի ատոմական օբյեկտները խոցելու եւ հատկապես Ֆորդոյի օբյեկտը։ Հիմա եթե այս բոլորը նկատի առնենք, ես կարծում եմ, որ նաեւ այս հրետորաբանություններից վերջի օրերը լսում ենք, գուցե ինքը նաեւ ինչ որ տեսակետներն ու մտքերը շեղելու առումով եւ մեծ հավանականություն կա, որ իսկապես Ամերիկան առնվազն այդ ուղղությամբ ինչ որ քայլ կվերցնի, հետեւաբար բանակցություն ասած բառը արդեն ինքը ինչ որ ձևով գուցե երկրորդական պլան գնա կամ ուրիշ որակում ստանա։ Իհարկե լուրերում կարող վաղը պետք է Իրանը եւ 48 ժամի մասին խոսքը։ Բացի այն, երեք եվրոպական երկրներ, այսինքն Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, պետք է դա սրանք բոլորը եթե լինի։ Հետաքրքիր է, չէ՞, մեկ կողմեն բادرազմ, իսկ կողմեն։ Այո։ Քաղաքնապարը, որ դուք դվիք կապիտալիզացնելն է, տրամակլուխի վերածելն է։ Ես ինչու այս բառը առանձնացուցի, որովհետեւ դուք Իրանի արդի բադմության մասնագիցն եք, ապրած եք Իրանի մեջ, գործած եք, հետո խորհրդարանի անդամ դարձած եք։ Մենք տարբեր փուլերուն նկատեցինք, որ Իրանի իսլամական հեղափոխության մեջ ինքը խորքային փոփոխությունը փերողներու ջիք մգա, որ տարբեր այդներով զառնվեցավ այս մոհաֆեզներու, բահբանողականներու բադին, նույնիսկ արյուն հոսության թեփքեր եղան, ներքին լարումներ եղան, ներքին փողոք դուրս եկավ։ Այս բոլորի մեջ այսօր արդյոք հարմար արիթը գա, որ այդ ուժերը, որոնք գմդածեն Իրանի հեղափոխականությունը եւ հեղափոխությունը ռիբրանդինգ անելու առումով, այսինքն թող մնան ղեկավարները, թող կանայք գրեն շատոր, բայց աշխարհի ընկալումը թող փոխվի Իրանին։ Արդյոք կան այդ ուժերու բալանսը գա, որովհետեւ մենք այնտեղ ունեցանք դբրոցը շատ հզոր գործիչներու, Շեյխ Հասան Ռոհանի, անգե առաջ Խաթեմի, որ այս մարդիկ իրոք արևմուտքի հետ խոսելու եւ կարողականությունը ունեին եւ դիվանագիտությունը, բայց նկատեցինք, որ այդ հարվածվեցան այս մարդիկ, նույնիսկ գիշեմ վերջին կարևոր թեմքը Ժավադ Զարիֆն էր, որ Լուսանցկի վրա դրվեցավ, բայց շատ մեծ գործիչ է իր քաշով։ Դուք հույս ունիք, պարոն Պեգլարյան, որ Իրանի համակարգը կգրնա վերանորոգվել ներսեն եւ այս ինչու կսեմ, որովհետև այս ցևը ամենաարտար եւ ամենամաքուր ցևն է, որ փրկվի Իրանի իսլամական հեղափոխությունը, այլ չփռնե գորուստի եւ ներքին արյունահոսության ջամփան։ Ես կարծում եմ նման հավանականություն կա Իրանում, բայց այս պահին հավանականությունը ինչքան բարձր է, իսկապես չեմ կարող ասել, բայց նաեւ մեկ հանգամանք կա։ Ինձ թվում է ներկա մտահոգությունը այս է, որ ըստ Իսրայելի եւ ըստ արևմուտքում որոշների ընկալմամբ ամենայն դեպս այս համակարգից բխած թեկուզ ռիբրանդինգ արված, որովհետեւ ամենայն դեպս հիմքում ունի ինչ-որ գաղափարաբանություն։ Թող մնա, այո։ Այդ արդյոք հետագային ուրիշ վտանգ կսպառնա Իրան, թե չէ, հիմա նկատի ունեմ Իսրայելին։ Եվ քանի որ ինչով այստեղ այս ձևով Իսրայելը առաջ է եկել, արդյոք այդ հնարավորությունը կստանա իմաստնավորի ԱՄՆ-ի օժանդակությամբ, որ շարունակի այդ մտադրությամբ, որ Իրանը մեր խոսքով հետագային չկարողանա որևիցե կերպով նման հեռանկարի թե գտնի, թե խոսույթի բերումով, թե հզորանալու առումով սպառնալիք լինի Իսրայելի հետագա գործընթացների համար։ Դա անշուշտ ինչ որ ապակային բնականաբար վերջնական գնահատական տալը կանխագուշակումները ճիշտ չէ, բայց եթե այդ սցենարիով փորձեն ընթանալ եւ ինչպես մենք գիտենք, որ նաեւ այդ տեսակետը կար այս ամիսների ընթացքին այդ իրադարձություններից հետո, որ Միջին Արևելքում տեղի ունեցավ,
թե Իրանը իր ամենատկար իրավիճակում է, ինչքան կփորձեն լեզու գտնել Իրանի հետ, որ այդ արիթը ժամանակը ստանա Իրանը այդ հիմա կամ անուն դնենք rebranding կամ վերադասավորում։ Այստեղ մեկ ուրիշ շատ կարևոր հանգամանք էլ ինձ թվում է դերակատարություն ունի, դա երկրի առաջնորդի որոշումն է կամ այդ ընդհանուր հոլովույթը, որ երկրի առաջնորդը իբրև ինստիտուտ կարելի է ակնկալել ինչպես կվերապերվի կամ ինչպես ապակայում կդրսևորի Իրան։ Այսօր կգարտայի թե Իրանի գլխավոր հոգևոր առաջնորդը Այաթոլլա Խամենեին, որուն հանդեպ նաև հայ ժողովուրդը հարկանք ունի, որոշակիորեն գործունեացած է իր դիրքերը, առաջվան աստեցիկությունը չունի։ Ինչքանով ճիշտ է այս խոսքը, պարոն Բեգլարյան, մանավանդ որ գիտեք վերջին այս հարվածներեն յետք իր այսպես իր քաղաքականության արձիվները այսօր բոլորը ցավալիորեն սպանվեցան, զոհվեցան։ Հոսեյն Սելեմեի անունը գլխավորն է, տարբեր գործիչներ, գիտնականներ եւ ինքը այսօր ինչ իրավիճակ ունի։ Նախ եթե կուլիսների հետևում ինչ որ իրադարձություններ տեղի են ունենում, ես տեղյակ չեմ, ճիշտ ասած չեմ էլ լսել, բայց այն ինչ որ օրինակ երեք մեկ լսեցինք հոգևոր առաջնորդի պատգամը, շուրջ 9 րոպե պատգամը, եւ ինչպես ասացի, քանի որ Իրանի ժողովուրդը մեկ խոսքով քաղաքականացված ժողովուրդը եւ հիմա դրական եթե նկատի ունենք 46-7 տարվա պատմական փորձերը, վերիվարումները մեծ քաղաքական լուրջ ընկալումներ է տվել Իրանի ժողովրդին եւ այս պահին այն է, երբ որ մենք տեսանք Դաեշի դերակատարությունը, երբ որ տեսանք մոտեցումները, որ ունեցան տարբեր Իրանի իշխանավորների հանդեպ, այդ ճակատագիրը, որ Լիբիան ունեցավ, Իրաքը տարբեր ձևերով, Աֆղանստան եւ այլը, Սիրիան, Իրանի ժողովուրդը մեկ բան հասկանում է, որ թեկուզ պետք է իր աչքերը մի քանի պահ փակել, կարևորը այն է, որ ունենա ինչ-որ առանցքային ինստիտուտ, որ պետք է շուրջը իր միակամությունը դրսևորի, որովհետեւ իրենց համար նաեւ դեռ կարևոր է եւ մեծի մասամբ ամենակարևորն է ընդհանուր երկրի հողային ամբողջականությունը եւ ազգային միակամությունը։ Նաեւ ինչպես եթե ասում ենք այդ մասնատման պրոյեկտները հարևանների կողմից նաեւ այդ վտանգները կան, հետեւաբար այդ ուղղությամբ Իրանի ժողովուրդը ինձ թվում է մինչև այս պահին այդ ձևով է իրեն դրսևորել։ Հիմա եթե ասեմ ուրիշ ներքին հարցեր կա, որ այս պահին մենք տեղյակ չենք, ես անկեղծ տեղյակ չեմ եւ չեմ կարող գնահատական տալ։ Վստահ եմ ձեր խոսքին։ Գիտեք, նաև այս բոլորով հանդերձ ամենակարևորը մեր դարդն ու ցավն է, որովհետև հատկապես Ղարաբաղի ասենք պատերազմեն յետք մենք նկատեցինք Իրանի աստեցության աճը, նաև մեզի համար հիմնական առանցք եւ Թուրքիո բահանջ դարձած Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, որ ինքը քանիցս Այաթոլլան կամ նախագահը երկրի նախկին նախագահը զոհված Իբրահիմ Ռայիսին եւ դարբեր գործիչներ ԱԳՆ-ի մագարտակով հաջող հնչեցուցին, թե Իրանը թեմ է այս շրջանի մեջ Կարդեսի փոփոխության։ Այդ մեկը իդեաֆիքս է Իրանի համար, կփոխվի այս գեցվածքը, մեզի համար այդ մեկը իրապես գարիք ունենք մենք այդ Իրանի նեցուգին։ Ես միշտ առիթ եմ ունեցել տարբեր հարցազրույցներում, միշտ շեշտադրել եմ, ըստ ինձ Իրանը, երբ որ խոսվում է կարմիր գծերից նկատի ունեմ Հայաստանի մասով, դա անկեղծ է։ Բայց թե հնարավորությունները կամ համապատասխան աշխարհակաղակական պայմանները ինչ կպարտադրեն Իրանին, դա արդեն ուրիշ հարց է։ Մենք երեք չանցյալ օր նաև լսեցինք Իրանի դեսպանի հետաքրքիր հարցազրույցը Հայաստանի ԶԼՄ-ներին եւ այնտեղ էլ ինքը հստակ կողմորոշվեց եւ շեշտեց, թե իր ինչ մտահոգություններ ունեն եւ ինչպես է ինքը այդ մտահոգությունները Իրան, այսինքն կիսում տարբեր երկրներին եւ արձագանքել է հարևաններին եւ բնականաբար հորդորել է, որ հերո մնան բոլոր այն հավանական ոտնձգությունները, որ կսպառնա Իրանի անվտանգությունը եւ այս պահին Հայաստանի եւ Հայաստան-Իրան սահմանը նաեւ այդ անվտանգության կարևոր մասն է կազմում։ Բայց թե այդ փոփոխություններ մենք ականատես կլինենք, թե Իրանը ինչպես կկարողանա իր կարողությունները, այսպես հնարավորինս դրսևորել տարբեր առիթներ, տարբեր սպառնալիքներ, եթե դրանք
ավելի իրական դառնան օրինակ դեպի Հայաստան, դա արդեն ինքը կարևոր թեմա է, հատկապես այն որ թե ներքին Իրանի ներքին առումով սպառնալիքներ լինի, ասենք հիմա այդ մասնատման վտանգ եւ այլ կա, այստեղ նաեւ ինքնիստինքյան կարող է սկի բոլորովին ուրիշ սցենարիոներ բացվի թե Իրանը ինչ կանի, բայց այն ինչ որ Իրանը հավատացած է եւ սկզբունքը համարում իր համար, ես կարծում եմ դա ճիշտ է։ Վերջին օրերուն նաեւ Պեգլարյան մենք շատ լսեցինք եւ գլսենք թե Իրան-Հայաստան սահմանին ինչ որ իրանցիներու հանդեպ դահաճ իրավիճակներ կան այն իմաստով որ փոխադրածախս եւ այլն եւ նաեւ մենք հոսք մը գրնանք դեսնել իրանցի մեր հարևաններուն, որոնք միշտ հավատարիմ եղած են Հայաստանի հանդեպ։ Հայությունը, Հայաստանը, իշխանություններ, հասարակություն ինչ պետք է անեն այս ձանր փուլին հանուն Իրանի, ասենք հանուն իրանցի ժողովրդի։ Իհարկե դժբախտաբար Հայաստանի ներքին այսպես զարգացումներ, որ իմաստնավոր ես վերջի 10 օրն ենք ականատես լինում, այնքան էլ հուսադրիչ չեն եւ հետեւաբար որևիցե քաղաքականություն չի նկատվում որ Հայաստան ինչ որ խոսք մհնչեգամ այսօր ենթադրեք նայեք մենք արդեն տեսնում ենք Իրանում հենց 3 կամ 3 թե անցյալ օրը երբ որ տեսնում ենք ժողովուրդը վատ իրավիճակում են բենզինի այսպես շարքեր կա եւ այլը Իրանի ժողովուրդը իրենք փորձում են հարևաններով դուրս են գալիս ձմերուկ սառը ջուր թե են հրամցնում իրենց հայրենակիցներին եւ որոշ քաղաքներում մարդիկ գալիս են ճանապարհներին եւ այսպես ցուցանակներով գրում են որ անվճար բնակարան այդ կարգավիճակը այսինքն տեսնում ենք կա ես ինձ թվում է Հայաստանի ժողովրդի կողմից էլ պետք է ինչ որ բնականաբար թեկուզ կարճաժամկետ նման վարիացակամություն Երևան գա բացի ժեստ դա իրականություն է որ ի վերջո նման հարևաններ այդ բոլոր հարցերով հանդերձ վերջի վերջո պետք է իրար օգնության հասնեն անկախ այդ որ երկիրը ինչ վիճակ է մեծ կամ փոքր եւ իմաստնավոր Իրան Հայաստանի պարակային որ միշտ Հայաստանը ցույց է տվել ամենավստահելի հարևանն է քրիստոնյա ամենավստահելի հարևանն է այսօր ինչ որ առումով ասենք ոչ շահադիտական կազմակերպություններ ԶԼՄ-ներ իմ կարծիքով կարող են հանդես գալ եւ ինչ որ նախաձեռնությամբ կազմակերպչական գործ անել որ այս բերը ինչ որ ձևով եթե կարելի է իհարկե ըստ պահանջների եւ ըստ հնարավորության մենք չի կարելի մեկ բան սпасել որ գուցե հնարավորություն չլինի բայց կարելի է համադրաբար ասենք դեսպանատան հետ տարբեր կազմակերպությունների հետ փորձեն ինչ որ բերդ հետևացնել Իրանի ժողովրդից եւ իրանահայությունից անշուշտ անչափ շնորհակալ եմ պարոն Պեգլարյան ձեր թելադրական խոսքին համար մեր ագնտիրներուն հիշեցնեմ որ կշարունակենք հետևել վերջին զարգացումներուն անգերտ զրույցը այսօր Ռոբերտ Պեգլարյանի հետ էր նաեւ հորտորս պապակս դարազեցեք մեր դեսանյութերը լայք մսեղմեցեք ու նաեւ այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելություն նաեւ հիշեցնեմ որ հատկապես Իրան-Իսրայել պատերազմի ընդհանուր մթնոլորտի մասին հավելյալ դեղեկացված լալու համար միացեք մեր Telegram-յան ալիքին բարի մնացեք